Վահուկալյան նախորդ մասին Հայաստանակի 34 տարեկան է, կազմավորման հիմքերում եք եղել, այս բանակի համար էիք այն ժամանակ պայքարում։ Վերեք որ բանակը մանիպուլացիան ունենք, ոչ էլ դիարաբլուր հանգիստ թողեք։ Բանակը մենք հիմքերում եկել է բանակի ձևավորման ժամանակ, մենք տարել ենք հաղթանակ համախմբված սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, հետագայում քաղաքական դաշտում ինչ եղավ, նախորդ իշխանությունները օրոք հենց հիմնականում ինչ եղավ, դա արդեն իրանց խնդիրն է, հարցրեք իրանցից։ Իսկ ինչ վերաբերում է մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Հետագայում հաղթանակներ կունենա մեր բանակը, ինչ է կարծում զարգացման այս տեմպերով, եթե առաջ գնա։ Լսեք, այսօր մեր գերխնդիրն է, գնանք խաղաղության ընթացքում կերևա, մի բերեք ստեղ ես ինչ-որ բաներ ասեմ, մեր ադրբեջանական սայթերը սաղինձանից են խոսում, նույթեր են գցում, ստեղ ինչ չլում են, դրանք վերցում են, վերլուծում են, դնում են, հանգիստ մնացեք, հետագան հետո կերևա, բայց այսօր մեր գերխնդիրն մեր բանակի կայացման, մեր համախմբման ժողովրդի ամենակարևորը մեր գերխնդիրը դա է, ուրիշ մենք խնդիր չունենք, ընթացքում կերևա։ Ձեզ գոհացնում այդ կայացումը, հարցը դա է, պարոն Միքայելյան։ Լավ, մենակ դու աստղով չես լսում եմ։ Պատասխան եք, իմ գործընկերները լսում են ես կարամ գնամ, պարոն Միքայելյան, այդ պայմանավորված է, մենակ դու ես հարցնալու ոչ մի հետևանք չի կարել, որպես պաշտպանողական բանակ արդեն ոչ մի հետևանք չունենա, պլյուս դրան այսօր գիտեք մեծ թվականակով զորավարժություններ է թվում, այս տարի չեմ ուզում լավ ասեմ քանի հազար հոգի լրացնում է։ Եվ ընթացքում մենք կամաց պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, պլյուս դրան սահմանապահ զորքերը, որ կանգնած են կանգնելու են, եւ այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկայնքով։ Նաև այս բան քննարկվում է գումարով բանակի ազատվելու նախագծերի մասին։ Դե դա քննարկվում է, դա չէ տակսում։ Ինչու՞, ի վերջո քննարկումներ չի հետաքրքրում ինձ հիմա, որովհետև քննարկում է լուրջ բան չի դա։ Բայց առաջին բանակի մարտը ձեզ համար կարևոր չէ, օրինակ քիչ առաջ падգամավորները նշում էին, որ ամեն դեպքում տղաները գոնե 6 ամիս պետք է անցնեն ծառայություն, հետո իրենք կորոշեն արժի շարունակել թե չարժի։ Որ դարձան падգամավոր կպատասխանեմ ձեր հարցին։ Ոչ որպես падգամավոր, այլ մարդ, ով բանակի կազմավորման ակունքներում է կանգնած եղել եւ շատ լավ տիրապետում է։ Այսօր այդ քննարկումները որ գնում է, ժամանակի մեջ քննարկվել է, որ ինչն է օգուտ, ինչն է վնաս բանակին։ Այսօր ես հպանցիկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ հարցի մեջ այստեղ խորացած չեմ։ Իսկ ես տարբեր պետությունների բան եմ ուսումնասիրել, որ մարդիկ հետո 6 ամիս են ծառայում իրաց ցանկությամբ։ Ծառայում են կամ իրաց ընտանեկան բանում մարդիկ որ սովորել են իրանք այդ են ներկայացնում, որ ուզում են ծառայեն բանակում։ Դա ընթացքում կերևա ես մի տասին չեմ ուզում պատասխանել։ Դուք համարում եք, որ հիմա բանակը կազմակերպվում է կամ ոչ կարամ համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ոնց կարա կազմակերպվի։ Նախ չթողեք շնորհավորում մեր ժողովրդին, հայոց բանակին, մեր ծառայողի հայկանաց, այսօր դիրքերում կանգնած թե երկրապահին, թե հայ զինվորին, շնորհավորում եմ բոլորի բանակի կազմավորման 34 ամյակի կապակցությամբ եւ խաղաղություն մեր երկրին, տղերքին բարի ծառայություն։ Պարոն Միքայելյան, վերջին հարցը, դուք ամենաշատն եք լինում սահմանին, տեսնում զինվորներին, բարոյահոգեբանական վիճակը տղաների մոտ ինչպես է։ 44 օրեր էր բարձր։ Այս չի որ մեր զինվորը, մենք չեմ ուզում միշտ ասեմ, բայց մենք միշտ հայ ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք, կիմանաք, էդի բարդ խնդիրա քննություն է, թում պարզվի։ Այսօր մոտ 30, լսեք մի րոպե, հայ ձեռքով էլ է, ազգային ժողովում գնդակարին, սպարապետին մեր, վերցեք մխիթար սպարապետի գլուխ կդրած թաղածային։ Կատուն եք վատ ղեկավարության հայ ձեռքով։ Դուք մի տարեք քաղաքականություն, վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Եթե մեր թշնամի 20 տարի
Զենք ուզինամը թերք էր արում ժամանակակից։ Այդ ում գլխին պիտի թափեր։ Մեր գլխին չէ, բա մեր իշխանությունները ինչ են անում։ Եթե իրանք էլ գիտնին, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլով լուծվի։ Պարոն Քալյան, դուք այդ իշխանության մաս չէի։ Ես իմ գործն անում եմ խելոք, հանգիստ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության 38 տարի արդեն։ 29 տարեկանից զենք եմ վեցել, մինչև հիմա ես բանակից։ Մեղավոր թե տեղի։ Մեղավոր չենք փնտրում։ Ինչ։ Փաշինյանը գցում է հապկի վրա, հապկան մեղավոր, դուք ասում եք հայի ձեռքով եղել հիմա ու։ Դուք չեք գիտե, որ պատմություն ուսումնասիրեք, որ միշտ ելերա դավաճանություն, միշտ ելերա ինչ որ մեր վերելքի ժամանակ, մեր պետության, մեր ժողովրդի մեկի խփել են ժամանակ դե բնականապետություն չենք ունեցել, անատի վրա է բոլորը ձևավորվել եւ այդ անատին վերացրել են, ոնց որ սպարապետին վերացրին, ոնց որ մակետայ սպարապետին ուր է թամ։ Ինձ մորքոնց է թույլ է, որ էլի հայի միջնորդությամբ։ Ես ոչ եմ ասում հայ ազգ է։ Բայց այն ժամանակ դուք էլ ասացիք պետականություն չենք հիմա ունեին։ Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելուն ու նորմալ ձևով պահում արտաքին քաղաքացիներ հոյակապ եկնում են։ Դրա համար երեք չբզբզենք էլի։ Պարոն Քալյան, հունվարի 27-ը զոհերի հիշատակի օր սահմանվեց, 3 դուք եկել էիք Եռաբլուր։ Ոչ, երեք ես բոլոր մարզերում եկել եմ, որ բոլոր գնան հուշարձաններ ունենք մարզերում, ես հրազդանի հուշարձանում եմ եղել։ Եվ եթե առավել դե մի որորն էլ ասին, մեկամի պատճառաբանություն պիտի բռնեիք։ Շնորհակալություն։